Պարոն Դավթյան, ո՞նց եք։ Ոզը չի վնասել էսի։ Պարոն Դավթյան։ Լավ եմ, լավ։ Ճանաչում եք սրա, պարոն Դավթյան։ Չէ, չեմ ճանաչում։ Եկեք ձեզ տուն տանեմ։ Տուն։ Չէ, տուն չեմ ուզում գնալ։ Հա ուզում եք այդտեղ կտանեմ, այստեղ վտանգավոր է, պարոն Դավթյան։ Աղջկանիցս հետո իմ ապրելը ինչ իմաստ ունի։ Զանգեմ Արսենին։ Արսենին մի զանգի պետք չի։ Բայց պարոն Դավթյան։ Սրանց տեղից տար։ Լավ։ Ասա։ Արսեն ջան, մի 10 րոպե առաջ ուզում եմ պապայից սպանել։ Ինչ։ Հա ես հասա ու սպանեցի դրան։ Բայց ցելով ուզում եմ վերացնեմ պապայիդ։ Ուր է պապան։ Օֆիսում է։ Ու չի ուզում դուրս գա տարածքից։ Հեսա գալիս եմ։ Գիտեմ, որ դժվար եմ։ Ու ամենադժվարը քո համար է։ Բայց սնուն մեզ հետ է։ Ու միշտ էլ մեզ հետ է մնալու։ Տեսում ես։ Հալա մորա։ Չի գալիս տուն։ Հա։ Պապան էլ իրան լավ չի զգում։ Լավ չի։ Էլիզ ջան, ցավակցում եմ։ Իմ սանը։ Իմ երեխը։ Չեմ հասկանում, մի հատ դեղ չի կարելի տալ խմի պարկի հանգստանա։ Տվել եմ, խմել է։ Բայց դե այնքան են գալիս գնում, չեն թողնում գոնե մի քիչ պարկի։ Ախրանային ասեք, թող մեկը դրսում կային նես մարդ չթողի։ Չես խոսում։ Բարեկամներ կան, հարազատներ կան, անհանգստանում են, գալիս են ցավակցելու, ոնց ներս չթողնեն։ Չեմ հասկանում։ Ո՞տ համաշը։ Նայելու բան կա։ Որոնք այդքան բանը չեն հասկանում, դա իրանց խնդիրն է։ Արդեն եթար։ Մի քիչ էլ խմի, մի քիչ։ Աջ։ Ախպերս։ Այսօր Օֆիս։ ինչ կա։ Պապային են ուզեցել սպանել։ Ոնց թե ով։ Որ իմանամ ով։ Սպասի ես էլ եմ գալի։ Չէ, դու մնաս տե։ Ես գնամ պապային համոզեմ, վերեմ տուն։ Բա հիմա պապան։ Դավոն ժամանակին է հասե։ Հիմա անդեղ է Դավոն։ Դե ես գնամ։ Լավ, գնա արի։ Արման ջան։ Ես որտեղ եմ։ Հիվանդանոցում ես, հանգիստ պարկի։ Ոնց եմ հայտնվել ստեղ։ Ինչ-որ բան հիշում ես։ Տղեկ ջան, սենց չի լինի, եկեք մի հատ իրար հասկանանք ինչ է կատարվում, ինչի համար եք ստեղ հավաքվել։ Զատկացրեք։
Իմիջիայլոց ոստիկանությունից մարդ կա, ուզում է խոսի հետդ։ Վայ բժիշկ ջան, հիմա չէ։ Հիմա լավ չեմ։ Հարազատներդ էլ են այստեղ։ Ոյ, խնդրում եմ, հիմա ոչ ոքի չեմ ուզում տեսնում, ոչ ոքի։ Ինձ հեռախոսը հարկավոր։ Կտրամադրեք հեռախոս, ես պետք է զանգեմ։ Խնդրում եմ։ Ընդամենը մեկ զանգ։ Շնորհակալություն։ Ոնց է եղել ու եղել։ Չգիտեմ, ես մտա օֆիս տնան զենքը դրել է պապայի գլխին։ Ուրա է դի։ Սատկացրել եմ։ Իզոր, պետք է իմանայինք այդ ըմշումնը։ Եթե ես նրան չսպանեի, հիմա պապատ կենտրոնի չէր լինի։ Ոնց է պապան։ Պապատ գոյություն չունի։ Անես տպավորությունն է, որ չի նկատում, թե շուրջ ինչ է կատարվում։ Հենց իմիկվանից սաղին հավաքի ու պարզեք այդ ըմշումնը։ Ես դրան պիտի իմ ձեռքերով քերթեմ։ Լավ։ Elisa. Miałem jeszcze. Türkiye şüphe. Türkiye sorumsuz. Ուզում եմ հարազատներին տեղյակ պահել, որ դուք ուշքի եք եկել։ Այ հիմա չէ, էլի բժիշկ ջան։ Ալո։ Ալո, Ձինա։ Ձինա։ Հայկ, աստված իմ Հայկ։ Ոնց ես։ Էդ ես պիտի հարցնեմ, ոնց ես։ Ես մի բան եմ ուզում հասկանամ։ Դու գիտեիր, դու տեղյակ էիր այս ամենի մասին։ Ինչից։ Ինչից։ Որ ինչ շան նման պետքա սատկացնեին այս օրը գցեին։ Ոնց կարող է ես տեղյակ լինեի այդ ամեն ինչից ու տենց բան թույլ տայի։ Հիմա դու ուր ես։ Արսենից տանը։ Հա, պարզա։ Ամեն ինչ պարզա։ Պարզա։ Ալո։ Բժիշկ ջան, խնդրում եմ, ես ոչ ոքի չեմ ուզում տեսնել։ Ձեզ են զանգում։ Ինձ թվում է մենք իրար ասելու ոչ մի բան չունենք։ Ունենք։ Դու արդեն արել ես քո ընտրությունը։ Չէ։ Արել ես։ Մինչև վերջի վարկյանը ես մտածում էի, որ կգաս հետս։ Բայց դու արեցիր քո ընտրությունը։ Ընտրեցիր հարստությունը։ Դե վայ էլի։ Չէ, լսում ես, Հայկ, ես կփախնեմ, խնդրում եմ, մենակ հավատա ինձ, այս անգամ հավատա։ Ես չեմ կարել քեզ կորցնեմ։ Այս անգամ էլ չէ։
Դու գիտես ես որտեղ եմ։ Եթե ասածները ճիշտ են, հիմա կգաս իմ մոտ։ Իսկ եթե չէ, ես հոգնել եմ դատարկ ու փուչ խոսակցություններից։ Կշարունակեմ ապրել առանց քեզ։ Եթե այսքանից հետո չմեռա, առանց քեզ էլ չեմ մեռնի։ Լսեցիր, Ձինա։ Սիրում եմ քեզ։ Շատ եմ սիրում։ Սերը ասելով չի, ապացուցի, Ձինա։ Բժիշկ ջան, ես ոչ ոքի չեմ ուզում տնեմ, ուզում եմ քնեմ։ Աստված իմ, հայկը դուրս է եկել կոմայից, դուրս է եկել։ Պապ, ինչի ես տեղնաց, թե ինչի տուն չես գալի։ Կամ տուն, մորդ, ինչ ասեմ, բալես։ Ախր ստեղնստելով էր բան չես փոխի։ Կփոխեմ, բալես, կփոխեմ։ Իմանամ ով արը, գլուխը կպոկեմ։ Այս դրանով Սոնային հետ չեմ բերի։ Պապ, հիմա մենք շատ հարցեր ունենք հասկանալու։ Լուսիին պետք է ասենք։ Չէ։ Ոնց չէ։ Թող չիմանա։ Պապ, բայց տենց ճիշտ չի։ Բալա ջան։ Այս աշխարհում այնքան բան ճիշտ չի։ Հետո կխոսանք։ Ուղղակի ուզում էի ասել, որ դի կոմայից դուրս է եկել։ Նոր մերը մտավ մոտը։ Հասկացա։ Գնանք տուն, պապ ջան։ Լավ։ Լավ, բալես, գնանք տուն, գնանք։ Խեղդեմ քեզ, Սարա։ Սարա, խեղդեմ քեզ, Սարա, խեղդեմ քեզ։ Սարա։ Գնա։ Սարա, գնալ ես, խնդրում եմ։ Չկպնես ինձ։ Գնա։ Չհամարձակվես էլ այստեղ գալ։ Սարա, մոռաց ես ավելի չի, խնդրում եմ։ Ես արդեն դա արել եմ։ Ես արդեն քեզ մոռացել եմ ու քեզ էլ նույն խորհուրդն եմ տալիս։ Մոռացել ես ինձ, հա։ Ինձ ես մոռացել, թե ուրիշին ես գտել։ Քեզ համար մեկ չի։ Գնա։ Ես քո մեծագույն սխալն եմ։ Ես քո մեծագույն Գնա։ Ես քո մեծագույն սխալն եմ։ Գնա այստեղից։
Ինչ էիր անում այդ տարածքում։ Վազում էի։ Այդ ժամին։ Ինչի վազելու համար ինչ-որ ժամ է հատկացված։ Վազում եմ այն ժամին, երբ ազատ եմ լինում։ Քեզ ծեծողներին ճանաչում ես։ Չէ։ Իսկ ինչի համար հարցակվեցին ու տես դաժանաբար ծեծեցին քեզ։ Չգիտեմ, քննիչ ջան։ Որ բռնեք դրանց ինձ է կկանչեք, ես էլ եմ ուզում այդ հարցը տամ։ Խոսակցությունը ինչից սկսվեց։ Այդ վեճը ինչից առաջացավ։ Արդեն ասացի էլի քննիչ ջան։ Ես իմ համար իմ հավեսով վազում էի, նաուշնիկները դրած ականջիս։ Ես երաժշտության տակ եմ էլի սիրում վազել։ Հետո իրանք ավտոյով անցնում էին, սիգնալ տվեցին, հավանաբար մի քիչ ուշ քաշվեցին մի կողմ ու հարցակվեցին, գազանաբար սկսեցին ծեծել։ Անծանոթ մարդիկ մեքենայի դիմացից ուշ հեռանալու համար տենց անմարդկային ձևով քեզ ծեծել են։ Չես կարծում, որ այդ պատճառը այդքան էլ լուրջ չի։ Մեքենան լավ նշեցիր քննիչ ջան։ Նայած ում մեքենայի դիմացն ես փակում։ Իսկ ում մեքենայի դիմացն էիր փակում։ Այդ մեկը չգիտեմ, չեմ կարող ասեմ։ Առաջի անգամ էի տեսնում։ Իսկ եթե տեսնես կճանաչես։ Կարծում եմ կճանաչեմ։ Իսկ կա ինչ-որ բան, որով կարաս գործին օգտակար լինես։ Մեքենայի մագնիշն է, համարանիշներն է, կամ ինչ-որ անուններ էլի։ Չէ, քննիչ ջան, ոչ մի բան չեմ տեսել, չեմ հիշում, չեմ ֆիքսը, ազիվ իմ գլուխն եմ պայել, մենակ հիշում եմ ոնց ջարդս տվին։ Կրկնելու ժամանակ ես գտել։ Բան ա եղել շեֆ ջան։ Դու բանից անցել ես, դու հարցնում ես բան ա եղել։ Մոսոին են սպանը։ Ոնց։ Հենց այդտենց սատկացրել են։ Բայց ախր։ Ինչ ախր։ Որը գոնե դի պատմած չլինի, խոսացած չլինի։ Մի բան մարդավարի չեք կարողանում անել, կարա։ Լալայան ջան, դե այդքան գործ են կարել, ոչ մեկ sense պրոբլեմատիկ չի եղել։ Հիմա կռուգոն ոնց քայլում ես միլիցիա, ինչ անեմ, կարող է այդ համբռնվեմ։ Համել որ չիմանայի, որ այդ Լակոտնովա կմտածի մի հատ կարգին փողատիրոջ տղա է։ Լսի Սերգեյ, քեզնից խեր չկա։ Աստված տա այդ իր խոդով մեռնի, այդ մի դարդից ազատվենք։ Շեֆ։ Արա ինչ։ Շեֆ ջան, մի հատ մոմենտ կա։ Ինչ մոմենտ։ Հիմա ինչ է եղել։ Շեֆ, ախր։ Խոս արա։ Շեֆ ջան, այդ գյադեն կոմայից դուրս է եկել։ Դա։ Աչքս լուս։ Ինձ հիմա մենակ ետ էր պակասում։ Ու հիմա էլ քնիչը մոտնա։ Արա։ Դարմայետ եկելի։ Նատուրալ դարմայետ։ Չնայեցում եմ ինչ ասում, ով է մեղավոր։ Ես եմ մեղավոր։ Գիտես ինչու եմ մեղավոր, որ քոպես ավանակի գործի եմ ընդունում։ Իսկ մարդասովի։ Արսեն, դեղերդ էլ չես խմել։ Արսեն։ Ինչ։ Դու կարող ես լուրջ մտածում ես, որ մենք իրար սիրում ենք։ Կամ էլ դու ես ինձ սիրում։ Խղճում եմ։ Այս ամեն ինչի համար էլ է դժվար։ Սոնայի մահը։ Դու քեզ խղճա։ Հələ մի հատ դավայ ստուց։ Ու ինձ հանգիստ թող։
Բարի օր։ Երեք գնացիք մի բան չասիք։ Դե շատ հանկարծակի ստացվեց։ Ինչ կապ ունի։ Արսենը տաննա։ Տուննա։ Ոնց հա։ Չնայած ինչ եմ Արսենը ոնց դիլնի։ Ոնց նո։ Մամ։ Ուզում եմ գնամ ստեղից։ Ոնց թե գնաս։ Ուր գնաս։ Կժվել ես, էնել ես պահին։ Այս տանը բոլորը ատում են ինձ։ Ինչ ես խոսում։ Էլ չեմ կարողանում, մամ։ Ամեն ինչ անում եմ, ամեն ինչ, բայց էլ չեմ կարողանում, խեղդվում եմ այս տանը։ Վերջ տուր այդ լացուկոցիդ։ Ինչ ես խոսում։ Հա, իմ աղջիկ։ Էլ տենց բաներ չխոսաս, չլսեմ։ Նա քեզ հավաքում ես, լսում ես ինձ։ Խելոք իջնում ես ամուսնուդ կողքը նստում ես, լավ։ Արսենը տեսնել չի ուզում ինձ։ Ասեցի էլ չլսեմ, Դինա։ Լիլիա։ Էլիս ջան, խանգարեցինք քեզ։ Քնել էի, բայց ոնց էի քնել չգիտեմ։ Վատացել էիր, Էլիզա, շտապօգնություն կանչեցինք, սրսկեցին, քնեցիր։ Հա։ Ադամը տուն եկել է։ Հա, եկել է, այստեղ է։ Կօգնես իջնեմ ներքի։ Էլիս ջան, լավ էլի խնդրում եմ, պարկի գոնե մի քիչ էլ հանգստացի, այսօր շատ ծանր օր ա լինելու։ Չէ, օգնե իջնեմ ներքև։ Արի։ Մի հատ շոր կգցես վրատ, չմրսես նորից տեղից էլ վեր կացել։ Հա, նորմալ, նորմալ։ Արագ, բայց զգուշ։ Գնում ենք լվացվելու, հետո նախաճաշելու։ Գնացինք, զգուշ, մեկդ մեկին չհրեք։ Արագ, մի քիչ արագ։ Բարի լույս։ Տենց էլ չքնեցիր։ Հա, որ անհանգիստ եմ։ Մենակ թե Արմանը շուտ գա։ Սա տենց էլ չասեցիր, որտեղ ես ծանոթացել Արմանի հետ։ Երեխեքի մոտ գնամ, հա։ Սա։ Սարա, սպասի։ Սարա։ Ով սպանել երեխուս։ Ադամ ով սպանել երեխուս։
Ալո։ Հայկ։ Հայկը չի։ Ներողություն, կարող եմ Հայկի հետ խոսել։ Սպասեք, հիմա կփոխանցեմ։ Քեզ են ուզում։ Ես ոչ մեկի հետ չեմ ուզում խոսամ։ Միգուցե ինքդ ասես։ Ալո։ Ես գալիս եմ։ Ուր ես գալիս։ Քո հետևից։ Անպայման կպարզեմ։ Որ պարզեցի այն ժամանակ այդ մարդը հանգիստ չունենա իր ողջ կյանքում, շան պես կսատկացնեմ, կփոշմանի, որ ես աշխարհի վրա ծնվել եմ, սրանից հետո ինձ էլ հանգիստ չկա, մինչև չգտնեմ Սոնայի սպանողին։ Յասին, Ադամ ջան, ես էլ քո հետ։ Բարձացրեցինք, հիմա թեքվում ենք դեպի այս կողմ, ապրեք, դեպի այս կողմ, ապրեք։ Երեխեք հիմա բոլորդ ինձ եք լսում, ձեռքերը առաջ ենք պահում, բարձացնում ենք վերև ու ծափ, նորից առաջ, վերև ու ծափ։ Կարող ես շարունակել։ Տեսար Վիկան ոնց է աչոք հավաքում։ Ինձ համար մեկը ինչ ուզում է թողանի։ Դե ինչ էր անի, չի ստացվի։ Արմանը չեկավ։ Դեռ շուտ չի։ Հա, բայց եթե ինքը չգա, Միլենային հետ չեմ բերի։ Բայց երեք Աշխենը ասեց, որ Գիտեմ, ուղղակի չգիտես Գրիգորյանին։ Ինքը որոշումները պահի տակ է ընդունում։ Երբեք չես կարող իմանալ հաջորդ վայրկյանին ինչ մտքով կանցնի։ Էդ էլ կա։ Բան չկա, նորմալ է։ Մի քիչ գլուխս պտտվեց։ Արի գնանք նստենք։ Իմ գալը որոշ ժամանակով հետաձգվում։ Օֆիսի հարցերով ուզում եմ, որ դու զբաղվես ու դա խնդրանք է։ Բայց քո հաճախորդները կարող է չհամաձայնեն։ Գիտեմ, փորձի իրավիճակը բացատրես։ Ես այդտեղ մի քանի հանդիպումներ ունեմ նշանակած։ Այդ ամենը թողնում եմ քեզ։ Չէ, չի ստացվի։ Կարծում եմ, մի որոշ ժամանակ ճիշտ կլինի ես որ ստեղ մնամ։ Հասկանում եմ։ Մերոնց վիճակը հիմա շատ ծանր է։ Սոնայի մահը ոչ ոք չէր սպասում։ Այսօր Լյուսի հետ էի խոսում ու չհամարձակվեցի նրան հայտնեմ այդ լուրը։ Հասկանում եմ։ Օֆիսը քեզ եմ թողնում, զբաղվիր խնդրում եմ։ Հանգիստ եղի։ Դե հանգիստ չեմ կարող լինել։ Բայց գոնե ինչ-որ մի բան սփոփում է, որ դու ուտեղ ես ու
գործը գլուխ կբերես։ Ես էլ եմ նեղվում, որ հիմա այդտեղ չեմ, կողքիդ։ Ինձ հիմա դու ուտեղ ես պետք ստեղ։ Ինչի՞ չի պատասխանում։ Գիտես ինչքան եմ զանգել։ Գիտեմ, տեսա ես այստեղ։ Բա ուր էիր։ Ով կմտածեր։ Սոն ում մտքով կանցներ։ Մենք Արսենի համար էինք անհանգստանում։ Մինչդեռ դու։ Արսեն